Այդ 10,000 դրամ թոշակառուին ինչա օգնելու։ Ճիշտ խոսանք, հա, ենթադրենք 2 կիլո միս առար դրանով։ Դա քո կյանքը չի փոխելու, չէ՞։ Նա ասել է եթե ուրիշ բան որ մի 100,000-ով բարձրացնեն։ Արդեն թոշակառուն կիմանա ինչ անի։ Թոշակը տան կիմանա թոշակառուն կիմանա որտե ծախսի ինչ անի։ Ինքը կհասնի իր նպատակին։ Թող մենակ փողը տան, թոշակառուն կիմանա ինչ կանի։ Թոշակառուն էսա կարող է լիարժեք ապրել, դուք ո՞նց եք ապրում։ Պարտկանելով։ Պարտկանում եմ, թոշակստանում գնում պարտքերը փակում, նորից պարտկանում։ Ճիշտ, թոշակի խանութի հետ չի խոսում։ Գների հետ չի խոսում։ Սարքեն 100,000 է, խանութի թվերը ավելի են բարձրացնելու։ Այս մեկ տարվա մեջ 5 անգամ խանութում գները բարձրացել է։ Իսկ թոշակը նոր են որոշել բարձրացնել։ Դեղին չի հերիքում թոշակը, ոնց կարող է որտե ծախսես։ Թորներ ունես, երեխեք կա, ծնունդա, ոնց կարելի է։ Ինչքան փողը երբեք շատ չի լինում, ինչքան էլ տան էլի քիչ է։ Ծախսելու տեղ միշտ էլ կա։ Օր-օրի թանկանում է, էլի, օր-օրի։ Ամեն ինչը թանկանում է։ Էժան բան չկա։ Մի քանի ապրանքատեսակ կթվարկեք։ Հա, դե դուք ինձնից լավ գիտեք, ես ինչ թվարկեմ։ Հենց ամեն ինչն էլ թանկ է, էլի, որն է էժան։ Տենց բան կա, որ էժանանա գնալու։ Մենակ թանկացում է։ Մտեք խանութ նայեք, էլի գները։ Ես սուպերմարկետ մտեք, կամ բոլոր խանութը մտեք, սաղ էլ նույնն է, էլի։ Բացի թանկացումից էժանացում չկա։ Դե ագարակը բամբեին ասते ամեն ինչ թանկ է ազիժ։ Հատկապես որ ապրանքատեսակներն են թանկացել որ։ Մսի կիլո։ Դարելա 4,500 դրամ։ 1000 դրամ էր, տես որտեղ է գնացել ասել։ Բա դա սազում է։ Ինքն էլ որ ուզում ես ճիշտ իմանաս, դա ոչ սովետի, ոչ մեր երկրի միսել է, Աֆրիկայից է, ծովից, մովից անասուն են բռնում, մոտում գարան միսա, ասատի հերանից է, թե հիմա գարկալի գարան միս եք ծախում։ Չէ, ախել բան, չեմ կարող ասում, էլի տակից գլուխ սա խալտուրա է, էժան բան չկա, էժան բան, կաթը, սարքել են 500 դրամ։ Ես եթե լինեմ ղեկավար, ասեք մեր տան ղեկավարը ես եմ, չթողնի, որ են պամիդորա, չգիտեմ են, լյուբոյ բանը բերում են, ծախում ինքը իր ցանկացած գինը դնում։ Խոսք ունեք 50,000 թոշակ են տալիս, 150,000-ի փող են հավաքում։ Հետո կարտոշկա կաֆետ ստանում։ Կինս հիվանդ է, 87 տարեկան կին է։ Ուրիշ կաֆետ չի սիրում, չի ուտում։ 1500 էլ հիմա դառել 2550 դրամ։ Բայց դա չեն տեսնում, ղեկավար չկա դրա համար, հսկողություն չկա։ Այսինքն ապրանքները շատ են թանկացել։ Շատ։ Մանավանդ մեր սագարակու։ Մի հացը ինչ է 320 դրամ, որ մի կիլո կես կիլո չկա, է։ Հետո պաժարսա, այս խանութում։ Գնա նայե։ Ինչ բան է, ես մեկը հանցա, ինչ են ասում, թազը ես ունիվերսալը բանը խանութ թխում են, դա էլ ոչ ուտում է, ոչ բանանում, կոշտ, ոնց է պադոշել է։ Թալանում են, 4 կողմից թալանում են, 4 կողմից բանում, գլուխ չես ընկում, հով ինչ անում։ Ես որ գլուխ չեմ անում, դա ոչ մի բան։ 36 թոշակ է տալիս, 36,000 դրամ, ժողովուրդը սոված ծախ, Երևան, ստեղեկան։ Բայց պարքերամճարը 3 միլիոն փող է տալիս, նստած իրաց տեղը միլիոն մանետ փող է ստանում։ Հա, ինչի համար է տալիս այդ։ Եկել 6 տնից բաժանվում եմ, ուզում է փախնի, ինչի փախնի դուս անգամ։ Դեպուտատի արած որն է, ճիշտ ասում այդ մարդը, դեպուտատի արած գործը որն է, կարամ ցույց տամ։ Ամեն մարդ իր բիզնեսի հետևից գնում է, իրանց բիզնեսները անում են, հələ մետ էլ կռիվ են անում, գոյժողում, ճիշտ է ասում։ Այդ պարքեվավճարը ոտվելը այնքան կարիքա որ մարդիկ կա, դեպուտատին փող պետք չի որ հաշվում ես իր տարեկան ինքը որ հաշվետվություն է տալիս 10 միլիոն մենակ բան է ստանում։ Ասա,
դեպուտատի աշխատավարձ է ստանում։ Չհաշված կողքի բիզնեսները, կնիկը առանձին ինքը այն օր ցույց են տալիս մարդու կնիկ 50 միլիոն փող էին։ Չգիտեմ, մոռացամ, 50 միլիոն փող էր։ Գազմոն բանը։ Բարեկամաճար ստանեք։ 50 միլիոն, իսկ այդ կարիքավորին 50 միլիոն տաս չի կարա հաշվի ուղղել։